Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանի կալանքը վերացվեց, Վերաքննիչ դատարանը բավարարեց պաշտպանների միջնորդությունն ու կիրառեց տնային կալանք։ Սրբազանը մեկ ամիս առաջ վիրահատվել է, փաստաբանները պնդում են, որ առողջական խնդիրները թույլ չեն տալիս նրան պահել բանտում։ Arczepiskopos Աջապահյանը ջաղերի հետևում է իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքով, իրավապահները հանցագործություն են որակել հարցազրույցներում արտահայտած նրա մտքերը, երբ նա խոսել էր ռազմական հեղաշրջում անելու անհրաժեշտության մասին։ Առաջին ատյանի դատարանը նրան մեղավոր է ճանաչել եւ դատապարտել 2 տարվա ազատազրկման։ Այս որոշումը դեռ ուժի մեջ չի մտել, քանի որ թե Աջապահյանը, թե դատախազներն արդեն այն բողոքարկել են Վերաքննիչ ատյան։ Arczepiskopos-ն արդարացում է պահանջում, գլխավոր դատախազությունը համարում է, որ 2 տարվա պատիժը քիչ է ու դիմել է Վերաքննիչ, որ կես տարով էլ ավելացնեն։ Arczepiskopos-ն իր իրավունքների խախտման հարցով դիմել է Եվրոպական դատարան։ Սրբազանի փաստաբանները Ստրասբուրգին են ներկայացրել Եվրոպական կոնվենցիայի միանգամից մի քանի հոդվածի խախտումներ։